Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի օգոստոս ամսվա հորոսկոպը կշերք նշանի համար։ Սիրելի կշերքներ, կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, նորալուսին, լիալուսին և վերջում կնշեմ լարված օրերը։ Հիշեցնում եմ, որ հորոսկոպն առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով ենք նայում, որպեսզի ընդհանուր պատկերը ավելի լավ տեսնենք։ Այսպիսով, արևը մինչև օգոստոսի 23-ը կգտնվի առյուծ նշանում, իսկ դա համարվում է ձեր 11-րդ տունը։ Լավ ժամանակահատված է, որպեսզի հանդիպեք ձեր ընկերներին, գաղափարակիցներին, ինչ-որ նոր գործեր սկսեք օնլայն հարթակում, ինչ-որ խմբակ գուցե բացեք կամ հաճախեք խմբակների, կամ ձեր երեխաներին գրանցեք ինչ-որ խմբակների։ Ամսի 23-ից սկսած արևը կանցնի կույս նշան ձեր 12-րդ տուն և լավ ժամանակահատված կլինի, որպեսզի ավարտին հասցնեք կիսատ թողնված գործերը կամ տանը մաքրություն կատարեք, ազատվեք անպետք իրերից, եթե ունեք բացասական սովորություններ, ցանկանում եք ազատվել, դրա համար եւս բարենպաստ ժամանակահատված է։ Մերկուրի մոլորակը սկսած օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 25-ը կգտնվի առյուծ նշանում ձեր 11-րդ տանը, բերելով ձեզ շատ շփում, խոսակցություններ, հանդիպումներ, նամակներ ձեր ընկերների, գաղափարակիցների հետ։ Իսկ օգոստոսի 25-ից սկսած Մերկուրին կանցնի կույս նշան ձեր 12-րդ տուն և բերելով ձեզ զանգ, խոսակցություն, նամակ, ինչ-որ ձեր հեռավոր ընկերներից, բարեկամներից։ Վեներա մոլորակը օգոստոսի 7-ից սկսած մինչև ամսվա վերջ գտնվելու է ձեր առաջին տանը կշերք նշանում։ Իսկ դա նշանակում է, որ Անա ձեզ կբերի նոր ծանոթություն, նոր հարաբերությունների սկիզբ, սիրային հարաբերություններին է վերաբերվում, կամ զուտ հաճելի ժամանց կունենաք ձեր ամուսնու կամ կնոջ հետ, ովքեր պետք է ինչ-որ գործարք կնքեն, ապա բարենպաստ գործարք կնքեն, ինչպես նաև գուցե հաճելի նվերներ ստանաք այս ժամանակահատվածում ձեր զուգընկերոջից։ Հաջորդ նշանը, ներողություն, հաջորդ մոլորակը Մարսն է, օգոստոսի 12-ից սկսած Մարսը գտնվելու է Խեցգետի նշանում ձեր 10-րդ տանը, բերելով ձեզ լարվածություն գուցե ղեկավարության հետ կամ զուտ մեծ ակտիվություն բերի կարիերայի հետ կապված։ Ինչպես նաև Մարսը 10-րդ տանը կակտիվացնի ձեր ձգտումը, որպեսզի ավելի շուտ հասնեք ձեր նպատակներին։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել առյուծ նշանում այս ամսում 7-ից 13 աստիճան շարժվելով ձեր 11-րդ տանը, այսինքն բերելով ձեզ հնարավորություն, դրական հնարավորության մասին է, որպեսզի եթե ցանկանում եք սկսել օնլայն հարթակում գործ ունենալ կամ բացել ձեր խմբակը, ինչ-որ մարդկանց ղեկավարել, խմբակ բացել, կամ Յուպիտերը 11-րդ տանը, սիրելի ընկերներ, կօգնի, որպեսզի ձեր երազանքները ավելի շուտ իրականանան, կամ ձեր շրջապատը կփոխի Յուպիտեր, էլ ավելի կընդլայնի։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում այս ամսում 25-ից 28 աստիճան շարժվելով, դա ձեր 3-րդ տունն է։ Իսկ Սև լուսինը 3-րդ տանը հնարավոր է ձեզ հրահրի կամ լարված իրավիճակներ ստեղծվի ճանապարհներին գուցե, կամ քույր եղբայրների, հարևանների հետ կարող է այդ լարվածությունը լինել, ուր էլ որ գնաք, մի գերազանցեք արագությունը, ինչքան էլ որ այդ պահին շատ ցանկանաք Սև լուսինը, քանի որ նման ինչ-որ իրավիճակներ նաև կարող է ստեղծել։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված, սովորական նորալուսին լիալուսին չլինելու այս օրերին լինելու են խավարումներ։ Առաջինը կլինի արևի խավարում օգոստոսի 12-ին, սրա հետ կապված, առհասարակ խավարումների հետ կապված առանձին նյութեր իմ էջում կան, իմ յութուբյան ալիքում կան, հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, եթե չեք նայել, անպայման նայեք, այնտեղ ավելի մանրամասն եմ ներկայացնում այս խավարումների ազդեցությունը։ Այժմ մի փոքր թեթև կասեմ, քանի որ առաջին խավարումը ամսի 12-ի լինելու է առյուծ նշանի 20 աստիճանում, իսկ դա ձեր 11-րդ տունն է, սա կարելի է ասել, որ ձեզ համար ինչ-որ նոր սկիզբ կբերի, գուցե նոր ծանոթություն, նոր ընկեր կամ ընկերուհի, նոր գաղափարակից, նոր խմբակ, համենայն դեպս դրական ինչ-որ փոփոխություններ կլինեն, հատկապես ովքեր ասցենդենտով են կշերք, ասցենդենտը կշերքի 20 աստիճանում է գտնվում, կամ ովքեր ծնվել են հոկտեմբերի 11, 12, 13, այս օրերի ծնվածները եւս կզգան այս խավարման դրական ազդեցությունը։ Այժմ լիալուսնի հետ կապված, ամսի 28-ին էլ կլինի լիալուսին, լուսնի խավարում, ձկներ նշանի 4 աստիճանում, սա եւս ձեզ վերակազդի, սիրելի ընկերներ, ձկները համարվում է ձեր 6-րդ տունը, այսինքն 6-րդ տունը դա մեր աշխատանքն է,
մեր առողջությունն է, ընտանիք կենդանիներն են եւ կարծես ինչ որ վերջնակետ կդրվի ձեր կյանքում, կապված գուցե որոշեք դուրս գալ աշխատանքից կամ որոշեք ընտանիք կենդանի ունենալ կամ ինչ որ առողջության հետ կապված, ինչ որ նորություններ իմանաք նման, ինչ որ հարցեր կարող են լինել։ Այժմ նշեմ լարված օրերը։ Երբ նշում եմ լարված օր, մի 2 օր առաջ հետո միշտ նկատի ենք ունենում։ Օգոստոսի 1-ից օգոստոսի 5-ը լարված է լինելու, օգոստոսի 17, օգոստոսի 22 եւ օգոստոսի 28։ Այս օրերը լարված օրեր են լինելու։ Փորձեք այս օրերին զերծ մնալ կարևոր ինչ-որ գործողություններ կատարելուց։ Այսքանը սիրելի ընկերներ կապված օգոստոս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։